Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ներողություն եմ խնդրում, 1 րոպե, քանի որ տիկին Բարգավաճ Հայաստան խմբակցության տիկին ղեկավարը շոշափեց իմ անունը, ես արձագանքեմ, իհարկե լավով։ Ես էլ լավով ձեր անունը շոշափեմ։ Տիկին Զոհրաբյան ջան, դուք ավելի հմայիչ եք ու համոզիչ, երբ որ ավելի հանգիստ եք խոսում, եւ հաստատ համոզվեք, սա որպես նաեւ ունկնդիր եմ ասում։ Երկրորդ, ինչ վերաբերում է ազգային ժողովի աշխատակազմին։ Ազգային ժողովի աշխատակազմի ստացվելիք գումարները դրանք կամավոր են։ Ոչ թե կամավոր պարտադիր են, կամավոր են եւ ես կարա ես խոսեմ։ Ես սովոր չեմ, որ ես խոսեմ, ինձ ընդհանում են։ Կարա ես շարունակեմ։ Դուք շատ բարի եք, կուսակցական նիստ չէ, էլի ազգային ժողովի նիստ է։ Ես պարոն նախարարի առաջարկած այս օրինագիծը սա պարտադիր է։ Իսկ ազգային ժողովինը դա կամավոր է։ Երկրորդը, այս ընթացքում տեղեկացնում եմ, որ ոչ միայն նման դրամահավաքներ են եղել։ Այս պահին մենք ազգային ժողովի պատգամավորներով, նույնիսկ մեզ միացել են որոշ լրագրողներ, Սփյուռքի մեր բարեկամներ, կամավոր դրամահավաք են կազմակերպում Թալիշի դպրոցի վերականգնման համար։ Եվ արդեն 5 միլիոնից ավել գումար է հավաքվել։ Մեր գործընկերուհի Շուշան Պետրոսյանը բազում նմանատիպ նախաձեռնություններ ունի, մեր գործընկերուհիները բոլորն ունեն, եւ ես ողջունում եմ, բերեք չասենք ով ինչ է արել։ Եթե մենք մի բան ասում ենք, անում ենք ու հետո արդեն ասում ենք, դա ոչ մարդկանց է հաճելի, ոչ էլ Աստծուն է հաճելի։ Դրա համար Տիկին Զոհրաբյան, ես անհանգիստ չէի, չէ՞։ Հաստատ Դե ես հանգիստ ասում եմ եւ բոլորին հանգստության կոչ եմ արել։ Դրա համար հիմա պարոն Նիկոլ Փաշինյան համեցեք, կամավորը թող կամավոր վճարի, պարտադիրը պարտադիր։ Քանի որ կամած մոտենում ենք տարեվերջին, բոլորին էլ հանգստության կոչ եմ անում, հանգստության, հանդարտության, համերաշխության։ Հարգելի պարոն Փաշինյան համեցեք, նախաբաժանցի Վահե Հովհաննիսյանը։